մենք վարչապետի տեխնացուի համար ունենք հատուկ պայման, որ ինքը պետք է ստորագրի 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ, այսինքն հաղթելու դեպքում մեր վարչապետի 100 օրվա ընթացքում մեր նախանշած օրակարգը իրականացնի, իսկ դրանից հետո նշանակի արտահերթ ընտրություններ, այսինքն պետք է գտնել մարդ, ով որ պատրաստ է այդ գործընթացը սկզբից մինչև վերջ իրականացնել։ Ապրիլի 25-ից է մեկնարկելու դեռևս շանսերը ինչպես է գնահատում, հաշվի առնելով, որ ամեն դեպքում ունեք ուժեղ մրցակիցներ, իշխանություն, ընդդիմություն, որ ևս ռեսուրսներ ունի, խոսքը գիտեք ընտրություններին մասնակցել է ենթադրում են լուրջ ռեսուրսների մասին, դուք ինչպես եք գնահատում։ Ուզում եք եկեք ես sense հանեմ։ Եվ քննադատում եք ցանկի շրջացնելու։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում բավականին շատ բոլորին դեմ են քաղաքացիներ կա։ Այդ բոլոր տեսակ հարցումներն էլ ցույց են տալիս։ Մեր նպատակն է այդ մարդկանց շատ զգալի մասին հասնելու։ Այսինքն մեր քարոզարշավը ուղղված է լինելու այդ մարդկանց, ովքեր որ բոլորին դեմ են, իրենք կամ չեն գնում վատագույնի մեջ են ընտրում։ Մենք փորձելու ենք այդ մարդկանց ձայների զգալի մասը երել մեր կողմ։ Իսկ պատրաստվում եք ինչ-որ ուժի հետ համագործակցել։ Նախընտրական, նայեք, բոլորին դեմ եմը բաց է բոլոր ուժերը։ Ցուցակի տեսանկյունից էլ չենք կարող որտեվ հանձնում ենք, բայց յուրաքանչյուր մարդ անհատ թե թիմ կարող է ընդունել մեր հռչակագիրը ու աջակցել։ Կան ուժեր, որոնց հետ բացառում եք ձեր համագործակցությունը։ Նայեք, մենք միայն համաձայնվելու ենք մեր օրակարգի շուրջ գործընթացներին, այսինքն չի լինել։ Մեր օրակարգը հետևյալն է, մենք իրականացնելու ենք 3 հատ փոփոխություն, 100 օր հետո անելու ենք նոր ընտրություններ ու պարտադիր այդ օրակարգի իրականացնողը պետք է լինի մեր վարչապետի տեխնացուն։ Այսինքն եթե ուժերը կհամաձայնվեն այդ օրակարգին հետ, մենք պատրաստ ենք աշխատելու։ Հիմա տեսեք, եթե օրինակ այդպես է համագործակցությունը չստացվեց, համագործակցությունը։ Մենք այդ ցուցակների հետ է կապված խնդիրը հիմնականում ցանկանում մեր ցուցակներով գնալ, սակայն մենք ներքին հանրային ընտրություն, որը արդեն իսկ մեկ գրանցվեն, այս հակառակ ուժը անցնում է խորհրդարան, հաղթահարում է անցողիկ շեմը եւ այնտեղ հարց է առաջանում, որ պետք է ընտրել վարչապետ քվեարկությամբ կամ Նիկոլ Փաշինյանին կամ օրինակ Սամվել Կարապետյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Դուք ում կընտրեք։ Վարչապետ ընտրելը քվեարկությամբ չի, այսինքն օրենքով նախատեսված է, որ եթե չկա որևէ ուժ, որ հաղթահարել է 50%-ը, եղած ուժերը պետք է իրար հետ կոալիցիա կազմեն։ Մենք բոլոր ուժերին առաջ կարգը մեր վարչապետի տեխնացիով։ Եթե ուժերը չհամաձայնվեն դրան, մենք ոչ մի տեղ իրենք կարող են գնալ երկրորդ փուլ։ Այսինքն որևէ մեկին չեք պատրաստվում միանալ, հա։ Ոչ։ Իսկ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը հավանական եք համարում, եթե իրենք ընդունում են ձեր պայմանները։ Եթե իրենք մեր ամբողջ օրակարգը կընդունեն, մեր վարչապետի տեխնացուն կլինի ու մենք մեր բոլոր process-ները մենք իրականացնենք, այսինքն որևէ այլ նախապայման չի լինի, մենք բոլոր ուժերի հետ պատրաստ ենք։ Ասում եք բոլորին դեմ չեք, հա։ Մենք բոլորին դեմ ենք։ Մենք այս օրակարգի շուրջ պատրաստ ենք, այո, մինչև մեր օրակարգի իրականացումը, այսինքն այդ մնացածը պետք է ձեզ հարմարվեն ըստ էության։ Այո։ Իսկ եթե ունենք 30% ցանկացած կողմը ունի 30% օրինակ, դուք 7։ Ինչու պետք է այդ ուժերը համաձայնեն ձեր օրակարգով առաջ գնալ եւ որևէ փոխզիջման պատրաստ չէ։ Որովհետեւ մեր օրակարգը 100 ընդհանուր քաղաքական դաշտի համար ժողովրդավարության տեսանկյունից մի քայլ առաջ օրակարգ է ու մենք ընդամենը 100 օրով ենք ուզում ու նաև մեր վարչապետի տեխնացուն հաջորդ ընտրություններին չի մասնակցելու, այսինքն այնպիսի իրավիճակ չի լինելու, որ մեր վարչապետի տեխնացուն մասնակցի ու ձայների 70%-ը բան անի։ ԵՒս մեկ հարց, օրինակ Սերժ Սարգսյանն ասում էր, որ չեմ հավակնում վարչապետի հասնենք, երրորդ ժամկետի չեմ հավակնում։ Հիմա ձեր տեխնացուն ասում չեմ հավակնում, բան եմ պատրաստ ստորագրել, բայց գնում է ու օրինակ ձեզ խափելով պատրաստ համագործակցում է ուժերից մեկի հետ, ինչ է կարող։ Այո, մեր տեխնացուն նախ մենք ռեալիստ ենք։ Մենք իշխանություն չենք լինելու 60%-ով, այսինքն հավանական սցենարը ձեր ասած սցենարն է, որ մենք ինչ-որ տոկոս հավաքենք ու այդ սցենարում կարողանանք դաշինքով դառնանք։ Ներողություն, ձեր թիմակիցներից ինչ-որ մարդիկ համաձայն են քվեարկել վարչապետի տեխնացուից ինչ-որ մեկի օգտին իշխանության ներկայացուցիչին կամ ընդդիմության։ Վարչապետի տեխնացուին քվեարկությունով չի լինում, հենց այդ է։ Դաշինք կազմեն, ասում ենք իրենց տեխնացուի շուրջ կհամախմբեն կոնսոլիդացիա փուլ, ունենք քվեարկել իրենց։ Ընդդիմության տեխնացուի շուրջ, հա։ Կամ իշխանության։ Մենք այդպես խնդիր չունենք դրված, մենք մեր անդամներին վստահում ենք, նման հարցի առաջ չենք կանգնել։ Եվ վերջին հարցս,
շատ կան քննարկումներ, որ բոլորին դեմ եմ անվանում է կուսակցության։ Մոլորեցնողը եւ մարդիկ կարող են մտածել, որ իրենք այդպեսով ոչ թե կուսակցություն են ընտրում, այլ ձեր ուզում եք առաջարկել բոլորին դեմ տողը։ Հիմա ասեք չեք գտնում, որ իրոք մոլորեցնում եք քաղաքացին։ Նայեք, որևէ նման ձևակերպում օրենքի տեսանկյունից չկա մոլորեցնող, այսինքն այդ օրենքով նախատեսված չի եւ մենք գրանցվել ենք որպես կուսակցություն, այսինքն այդ իմաստով խնդիր չկա մեր մասնակցությանը։ Որտեւ եթե մոլորեցնող նայենք, շատ կուսակցությունների անուններ էլ կարանք ասենք, որ մոլորեցնող է, չի արտահայտում ամբողջովին այն ինչ որ իրենք ներկայացնում են։ Երկրորդ մասն էլ հետեւյալն է, որ մենք բոլորին դեմ եմ մարդու քվեն հենց այդ ձև արտահայտել ենք, այսինքն մենք չենք մնալու մանդատներ ունենանք, թե հաղթանակի, թե պարտության դեպքում եւ մեր արած փոփոխությունները ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ու հեռանանք, այսինքն այդ տեսանկյունից մենք ամբողջովին արտահայտելու ենք կարճաժամկետ իշխանություն եք ուզում։ Այո, այս փուլում այո։ Բայց օրինակ պետությունը մեր երկիրը պատրաստ է օրինակ 100-ով ընտրություններ կազմակերպի իրականացնի դա հսկայածավալ աշխատանքի մասին է խոսքը։ Այո։ Մենք կարծում ենք, որ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից այդ կարևոր քայլ է ու մենք դա պետք է անենք, անկախ ամեն ինչից։ Մի հարց եւս առաջացավ նոր։ Եթե ուժերից մեկը օրինակ համաձայնում է ձեր առաջարկած տարբերակն օրինակ 1%-ի չեսնել շեմը, բոլորին տեմտող ավելացնել, պատրաստ եք այդ ուժի վարչապետին թե Ոչ, մենք մեր ամբողջ օրակարգը ոչ թե ներառում է զուտ այդ կետերի փոփոխությունները, այլ նաև մեր գործողությունների պլանը, ինչի մեջ ներառում է մեր վարչապետի տեխնացում, այո։ Ունեք բացի նժարից ելով է միացել այս նախաձեռնությունը։ Մեզ միացել է Հայկ Մանասյան, իրենց հիմնադիր ազատակարգ, այո, բժիշկ Հայկ Մանասյան, նաև միացել է Իրավական պետություն կուսակցությունը Վարդան Քալանթարյանի անունով, ասենք ասեմ։ Իսկ ով է ցուցակը առաջին համարով եկել։ Այս պահին ես։ Այսինքն կարող մտնեք ներս։ Չէ, դժվար փոխվի։ Չէ, որ ասեք այս պահին դրա։ Չէ, ես եմ առաջի համարը, բայց ասի էլի, որ առաջին հա, բայց այդտեղ հատուկ Չէ, ամոթ չի։ Այստեղ զուտ հատուկ նշում անեմ, առաջի համար դա դեռ չի նշանակում վարչապետի տեխնացում մեր դեպքում, այսինքն մեր մոտ առանձին վարչապետի տեխնացուի ընտրությունը արվելու, որից հետո կհայտարարենք ով է մեր վարչապետին։ Կարա ինքը լինի ցուցակի, ասենք 10-րդ համարը, կարա ցուցակից դուրս էլ լինի։ Ես Մայիսի 1-ին։ Ամսի 25-ին սկսում է process։ Գնեք, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք դասական առումով նախընտրական ծրագիր չունեք, տնտեսություն, արտաքին քաղաքականություն, անվտանգ ու ձեր հիմնական դա է, որ 100-ից պետք է նոր ընտրություններ լինեն։ Այո, 100-ից պետք է լինեն նոր ընտրություններ, որտեղ քաղաքական իրողությունն է փոխվելու, ինչպես նաև մենք իրականացնելու ենք 3 օրենսդրական փոփոխություն։ Այդ կայուն մեծամասնությունն ենք չեղարկելու, տոկոսն ենք իջեցնելու շեմի անցողիկ 1% եւ ավելացնելու ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը։